Մայիսի 28-ին Մուրացան հիվանդանոցային համալիրում մահացել է 1,5 տարեկան երեխա։ Ինչպես հայտնել է Շամշյան.com-ը, ծնողները մեղադրում էին բժիշկներին, ովքեր 4 ներարկում էին արել եւ երեխայի մոտ սրտի կանգ էր գրանցվել։ Ալմլուրի հետ զրույցում Տաթևիկ Գրիգորյանը պատմում է. երեխան ծնված 2023 թվականի նոյեմբերի 27-ին հիվանդանոց է տեղափոխվել մայիսի 28-ին հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում։ Ընդունման պահին նա ունեցել է փխսումներ, թուլություն, միկրոցիրկուլյացիայի խանգարման նշաններ, 40 րոպե անց արձանագրվել է սրտի կանգ, սակայն վերակենդանացման ընթացքում սրտի աշխատանքը վերականգնվել է, ինչից հետո երեխան տեղափոխվել է Թունաբանություն եւ մանկական վերակենդանացման կլինիկա։ Ըստ մոր պատմածի, երեխան 20 օր առաջ բարձր ջերմություն է ունեցել, որի կապակցությամբ 5 օր բուժվել է ամբուլատոր պայմաններում, 2 օր առաջ կրկին ունեցել է փխսումներ եւ թուլություն, ինչի հետևանքով մայրը նրան երթուղային տաքսով տեղափոխել է Մուրացան։ Փաստենք նաեւ, որ դեռ 2024 թվականի մայիսին երեխան ընդունվել է Մուրացան հիվանդանոց, այնտեղ գտնվել է 7 օր, 3-ը մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկայում, այնուհետև դուրս է գրվել վիճակի կայունությամբ, տեղամասային բժշկի հսկողության ցուցումով։ Հիշեցնենք, որ երեխան 2025 թվականի մայիսի 6-ին Վեդու բժշկական կենտրոնից ուղեգրմամբ եկել է Մուրացան հիվանդանոց, ռենտգեն հետազոտության եւ մանկաբույժի խորհրդատվության։ Հետազոտություններն արվել են եւ ախտորոշվել է սուր բրոնխիտ։ Մուրացան հիվանդանոցային համալիրում երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որտեղ հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը, կատարել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ։ Երեխան ստացել է միայն անհրաժեշտ եւ ցուցված դեղորայքային միջամտություն եւ միացվել է ապարատ։ Մայիսի 28-ին լաբորատոր հետազոտություններն ու կլինիկական տվյալներն ապացուցել են վիճակի ծայրահեղ ծանրությունը։ Երեխային ցուցաբերվել է ամբողջական վերակենդանացման բուժօգնություն, սակայն ժամը 23:10-ին կրկին արձանագրվել է սրտի կանգ։ Չնայած ձեռնարկված միջոցառումների ժամը 23:50-ի արձանագրվել է մահը։ Փոխանցեցին հիվանդանոցից։